Բարևեք ձեր աջ ու ձախ կողմում կանգնած մարդկանց օրհնեք։ Շնորհակալ եմ ձեզ համար, ուրախ եմ ձեզ համար։ Ասեք Տերը օրհնի քեզ, ուրախ եմ քեզ տեսնել այստեղ։ Այսօր դու պետք է լինես օրհնված։ Այստեղից գնալու ես օրհնված։ Հալելույա։ Ամեն տեսակի ծերությունը, ամեն տեսակի դիաբետը, ամեն տեսակի վիճը, ամեն տեսակի երիկամների անբավարարվածությունը, սրտային խնդիրները, դրանք կարիճներ են, տրորտակեք Հիսուսի անունով նրանց։ Տերը թող տա ձեզ իշխանություն դրա վրա։ Եղեք օրհնված, կարող եք նստել։ Հալելույա։ Բարև եմ բոլորիդ, բարև եմ նախ եւ առաջ Գյումրուց մեր եղբորը Կարենին, Տերը օրհնի քեզ։ Մենք գնալով համոզում ենք, որ Գյումրին մոտիկ է մեզ։ Ես սիրեցի Գյումրին, երբ որ ես ծառայում եմ բանակում։ Ամեն։ Շնորհակալ եմ Աստծուն։ Ես տեսնում եմ այստեղ նաև Երևանից մարդկանց, որոնց երևի առաջի անգամ տեսնում, երևի չէ, բայց գիտեմ, որ իրանցից մեկը բժշկվել է, երբ որ ես աղոթք եմ արել։ Եվ իստեմադա դուն ես։ Ճիշտ եմ, ով ա, բժշկվող ուր է։ Ստեղ չի ինքը։ Դեռ 17-18 տարի առաջ աղոթք արեցինք ու Աստված բժշկեց այդ տղային, կակազելուց բժշկեց։ Մենք այդ ձև փորձառություն ունենք ու Աստված մեզ այդ ձև օծություն ա տվել, իշխանություն։ Եվ դա առաջինը եղել է Վանետը, երբ որ բժշկվել է իմ աղջիկը կակազելուց։ Շատերը կարողա չեն հիշում այդ պահը, բայց ինքը կակազում էր։ Աստված բժշկեց, հետո Աստված էլի բժշկեց։ Խնդիր չկա, Աստված է լեզու տվել մարդուն, Աստված էլ ուզում է որորտնի։ Մենք ստեղ կաղոթենք ձեր երեխայի համար։ Եվ դուք կգնաք ու կհայտնաբերեք, որ աստիճանաբար դա անհայտանում է։ Գիտեք, որ Մովսեսն էր կակազում, ով գիտի։ Գիտեք, որ Օրալ Ռոբերտսն էր կակազում։ Մովսեսը դարձավ մի ազգի փրկիչ, մի մեծ ազգի փրկիչ, 3 միլիոն մարդ Եգիպտոսի երկիրը գմփցրեց, 10 հարվածներ բերեց եւ մի գավազանով ընդամենը, որը տվել էր իրան Աստված այրվող մորենու առաջ։ Եվ դա իշխանություն էր ամբողջությամբ Եգիպտոսի փարավոնիզմը ջախջախելու համար։ Բայց տեսնում ենք, որ հենց սկզբում Մովսեսը կակազում է եւ իր եղբայրն է, իր լեզուն եւ բերանը, բայց հետագայում տեսնում ենք, որ Մովսեսը խոսում է առոգանությամբ եւ ազատ, առանց Ահարոնի։ Դուք սա չգիտեիք։ Օրալ Ռոբերտսն էր կակազում, Բենի Հինն էր կակազում, Աստված բոլորին բժշկել է։ Հալելույա, եթե Աստված նրանց համար արե, Աստված ձեզ համար անելու։ Եթե Աստված իմ համար արե, Աստված քո համար անելու։ Եթե Աստված անում է դա մի անգամ, Աստված շարունակում է դա անել եւս մի անգամ։ Եվ ասեմ, որ պետք է այդ բանը հեռանա Հիսուսի անունով, ադդիշկա, ես չգիտեմ հայերեն ոնց է, շնչահեղձությունը պետք է հեռանա։ Հենց հիմա չգիտեմ դա ում մոտ է, բայց դա պետք է հեռանա Հիսուսի անունով։ Հալելույա։ Մի կասեք, ես ինչ sense տարապա գիտության խոսքերի։ Ասում եմ, այն ինչ որ գիտեմ, ինչ որ ես ստանում եմ իմ սրտի մեջ։ Հալելույա, շնորհակալ եմ Աստծուն։ Դուք հասկանում եք դա ինչ է, երբ որ դուք աստիճաններով բարձրանում եք, դուք շնչահեղձ եք լինում։ Երբ որ դուք քայլում եք, շնչահեղձ եք լինում, Աստված դա բժշկում է հենց հիմա։ Դա հեռանում է հենց հիմա, կրծքավանդակից հեռանում է հենց հիմա։ Շնչարական ուղիներից հեռանում է, սրտից հեռանում է, ամեն ծանրություն հեռանում է Հիսուսի անունով։ Եղիր ազատ հենց հիմա, բժշկվիր, եղիր բժշկված Հիսուսի անունով։ Փառք ես Հիսուս, շնորհակալ եմ։ Լաուրան վկայեց, որ Աստված իրան բժշկել է հոդացավից, ինքը ասեց, որ կիստավ դա հոդացավեր է, դա հեռանում է։ Անցած ծառայություններից մեկը հաղորդությունից հետո Աստված բժշկել է։ Աստված բժշկում է այդ ձևի խնդիրները, դրանք խնդիրներ չեն։ Տիրոջ համար դժվար բան չկա։ Աստված դա անում է։
Ես արդեն քանի անգամ համոզվել եմ, որ Աստված անում է դա։ Շատ անգամներ։ Դա հեռանում է Հիսուսյանով։ Դա բորբոքում է, որ հենց հիմա Հիսուսյանով ներածծվում։ Ամեն քրոնիկ հիվանդության հետևին կանգնած է մի կարիճ։ Տրորտակ եք, ուղղակի տրորտակ եք Հիսուսյանով։ Քրոնիկ հիվանդությունները բժշկությունը չի կարող բժշկի մինչև վերջ, բայց Աստված անում է դա մեկ ակնթարթում։ Այսօրվա թեման քեզ համար է եւ նրանք ովքեր որ լսել են մի անգամ այս թեման, երկրորդ անգամ պետք է լսեն նորից այստեղ եւ երկու անգամ էլ լսել են դալիճում դասերի ժամանակ։ Հիմա ես քարտերը չեմ բացի, բայց վերջի կետով ես կբացեմ այդ քարտերը։ Ուզում եք իմանալ, թե ինչպես սիրահարվեց մեղքողը Դավիթի վրա։ Ով գիտի։ Մենակ Վանիկ աղբերը գիտի, փառք չէ, Լաուրը ասում է ես էլ։ Հալելույա։ Մեղքողը սիրահարվեց Դավիթի վրա։ Սավուղի աղջիկը։ Եվ ձեզ թվում է, թե հենց Սավուղը իր աղջկան տվեց Դավիթին, որովհետև նա Գողիաթի գլուխը բերեց։ Դա թե ինչի ժողովուրդ, ուզում եմ մի բան իմանաք, որ նաև աղջիկներ սիրում տղային, որ սիրահարվեց եւ ուզեց։ Եվ բացի մեղքողից նաև Դավիթի վրա սիրահարվեց Հովնաթանը։ Աղբերն էլ սիրեց Դավիթին։ Եվ ընտանիքի սիրտը նվաճեց Դավիթը, գրավեց Դավիթը։ Ես նրա մասին խոսամ, եթե գաք իմ դասերից մեկը, որը կոչվում է դատարկություն։ Դու կտեսնեք եւ դու ուղղակի կսիրահարվեք այդ խոսքի վրա, կսիրահարվեք այդ խոսքի վրա։ Հավատքի 7 տեսակները, այսօր ես պետք է խոսամ հավատքի 7 տեսակների մասին։ Փառք ես Հիսուս, այսօր հարբած ենք Սուրբ Հոգու գինով։ Հալելույա։ Չգիտեմ ում դուրը չի եկել, որ դիտում է ինձ եւ ես քարկոցում եմ խմելը, քարկոցում եմ ալկոհոլը։ Չգիտեմ ում դուրը չի եկել, բայց ինձանից նեղացած մարդիկ կան։ Ժողովուրդ լավ եմ անում, ճիշտ եմ անում, դա Աստծո խոսքն ասում։ Դա Աստծո խոսքն ասում։ Որովհետեւ ես չեմ տեսել մի խմող մարդ, որ հաջողություն ունի։ Մատթեոս 8-րդ գլուխ Մատթեոս 8-րդ գլուխ 5-րդ խոսքից 10-րդ խոսքը մեկը կասի բուժում ես քեզ բուժի ակնոցներ ես դնում մի բան ասեմ ես ոչ մեկին չեմ բուժում եթե դա իմ ձեռքը լիներ իմ հարազատները մի քսաղ բժշկված կլինեին լավություն անելով ման կգայի Ճիշտ եմ ասում, թե չէ։ Կգնայի Ռուսաստան, կգնայի Վրաստան, կփթաթվեի ամեն տեղ եւ բոլորին կբուժեի։ Բայց իմացեք, որ բժշկությունը Աստված է անում, Աստված է բժիշկը։ Մենք խոսանք հավատքի 7 տեսակների մասին, ժողովուրդ։ Այն ժամանակ ես հավատքի մասին գաղափար չունեի, երբ որ սկսեցի 97 թիվներ դա։ 97 թվականին ես բացարձակ գաղափար չունեի, բայց Աստված սկսեց այս հայտնությունը խոսալ ինձ հետ։ Եվ սա մասին դեռ ես կշարժվեմ, շարունակ խոսամ այս թեմայի մեջ եւ կբացատրեմ որոշ նյուանսներ, կբացեմ որոշ նյուանսներ։ Ինչ-որ մեկը ինձ օրեր առաջ ասեց, որ ես ուսումնասիրել եմ, որ այսինչ բանը անելը սխալ է Աստվածաշնչում։ Օրինակ չեմ ասի ինչ, բայց ասում եմ, ուրեմն դու պետք է կտրես Աստվածաշնչից այդ տեղերը դուրս շպրտես։ Ես 26 թվականի համար եւ մինչեւ 2030 թվականի ուղղությամբ մի խոսք ասեմ, դեկտեմբերի 28-ին։ Հիմիկվանից ես որոշ բաներ ասեմ, որոշ քարտեր բացեմ, որ դուք իմանաք, թե Աստված ինչ է անելու եւ ինչ է կատարվելու ընդհանուր Աստծո ժողովրդի հետ։ Շատերը այս խոսքը այլևս չեն ընդունելու որպես հեղինակություն եւ որպես աստվածային։ Եվ սա չի վերաբերում աշխարհիկներին, սա վերաբերում է հավատացյալներին։ Եվ հավատացյալներ պետքա դուրս գան, որ հիմարություններ պետքա խոսան, որ ասեն սա աստվածաշունչ չի։
Սա այն խոսքն է, որ փրկել է ինձ։ Սա այն խոսքն է, որ փրկում է ինձ։ Սա այն խոսքն է, որ կառուցում է իմ կյանքը։ Իմ կյանքը չի կառուցված ավանդույթների վրա, իմ կյանքը չի կառուցված իմ ազգությամբ հայ լինելու վրա, իմ կյանքը կառուցվում է Աստծո հեղինակային խոսքի վրա։ Եվ այս խոսքը կարող է փրկել մարդուն, եւ այս խոսքը կարող է խրատել մարդուն, եւ այս խոսքը կարող է օգնել մարդուն, եւ այս խոսքը կարող է բժշկել մարդուն, այս խոսքը կարող է ազատագրություն բերել մարդու կյանքի մեջ։ Այս խոսքը մեր լույսն է, այս խոսքը մեր ճշմարտությունն է, այս խոսքը միակ հեղինակությունն է այս աշխարհում։ Բոլորի խոսքերը կգնան, բոլորի խոսքերը կմեռնեն իրանց հետ։ Նրանք անգամ ովքեր գրքեր են գրել, ինչպես ասում էր Բենի Հինը, իրանք կմեռնեն, իրանց գրքերն էլ իրանց հետ, բայց այս խոսքը կմնա հավերժ։ Ալելույա։ Երբ որ դուք խոսքը կարդաք, դուք կտեսնեք, որ հրաշքներ են կատարվում ձեզ հետ։ Ձեզ հետ հրաշքներ է կատարվում։ Հավատքի 7 քայլերը։ Հավատքի առաջին բազմազանությունը դա մեծ հավատքն է։ Դա մեծ հավատքն է։ 8-րդ գլուխ Մատթեոս 5-ից 10-րդ խոսքերը։ Երբ Կափառնաում մտավ, մի հարուրապետ եկավ իր մոտ։ Աղաչում էր եւ նրան ասում էր. «Տեր, ծառաս տունը անդամալույց պարկած չարաչար տանջվում է»։ Հիսուս էլ ասեց նրան. «Ես կգամ եւ նրան կբժշկեմ»։ Հարուրապետը պատասխան տալով ասեց. «Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկիս տակ մտնես, միայն խոսքով հրամայիր։ Իմ ծառաս պիտի բժշկվի, որովհետև ես էլ իշխանության տակ մարդ եմ, իմ հրամանից տակ զինվորներ ունեմ։ Սրան ասում եմ գնա, գնում է, մյուսին ասում եմ արի, գալիս է։ Եվ ծառայից թե այս բանն արա, եւ նա անում է»։ Հիսուս երբ լսեց, զարմացավ։ Ահա, Հիսուսին զարմացնում է։ Հիսուսին զարմացնում է։ Գիտեք, Հիսուսին Աստծուն զարմացնելը դժվար է, բայց ասեմ, որ Հիսուսին զարմացրեց այս մարդու հավատքը եւ իր հետևից եկողներին շրջվելով ասեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, Իսրայելի մեջ ես այսպիսի հավատք չգտա»։ Սա մեծ հավատքն է։ Մեծ հավատքն ասում է, որ դու իշխանություն ունես, Տեր։ Գիտեք, եթե դուք սա հասկանում եք, դուք խոսում եք սրա մասին եւ ասում եք դու իշխանություն ունես, Տեր, որովհետեւ սա պարզ վկայում էր այս մարդուն մասին, որ ասում էր միայն խոսք ասա։ Դու իշխանություն ունես մահվան վրա եւ դու իշխանություն ունես գերեզմանի վրա։ Դու իշխանություն ունես դևերի վրա։ Դու իշխանություն ունես քամիների վրա եւ դու իշխանություն ունես տարերքների վրա։ Գիտեք, երբ որ դուք դիպվածքով հանդիպում եք Հիսուսին եւ տեսնում եք սա իր մեջ, իմացեք, որ Հիսուս իշխանություն ունի։ Եվ նա, ով որ մեծ հավատք ունի, խոսում է սրա մասին, որ դու իշխանություն ունես։ Սա ուղղակի խոսքեր չի, բառեր չի, որ երկի ժամանակ ինչ որ մեկը ասում է դու իշխանություն ունես, ապա ճանաչեմ եւ ընդունում նրա իշխանությունը, որ նա այդպիսին է։ Հիսուս Քրիստոս իշխանություն եւ զորություն ունի նաեւ վախի եւ կասկածի վրա, որը հետապնդում է ինչ որ մեկին։ Եթե քեզ այսօր վախը հետապնդում, դա պետք է ջարդվի Հիսուսի անունով։ Եթե քեզ այսօր կասկածը հետապնդում եւ կասկածը կրծում է քո սիրտը, դա պետք է ջարդվի եւ նրա իշխանությունը պետք է գա քո կյանքի մեջ։ Նա իշխանություն ունի եւ Աստծո համար չկա որևէ մի անհնար բան։ Գիտեք, երբ որ քեզ համար թվում է անհնար, իմացի, որ Աստծո համար անհնար բան չկա։ Աստված կարա անի քեզ համար նաեւ դա։ Աստված սպասում է, որ դուք ուղղակի հավատքի խոսք ասեք։ Սա ասում էր ես մեկին արի, մյուսին գնա, այս բանն արա, մյուս բանն արա։ Եվ երբ որ Հիսուս լսեց, տեսավ այս մարդուն իշխանության տակ, որը ընդունում եւ հասկանում եւ ճանաչում է իր վրա իշխանությունը։ Եվ սա ասեց, որ դու մեծ հավատք ունես։
Եվ երբ որ դուք ասեք դա կոնկրետ եւ հստակ, այն ժամանակ դուք կտեսնեք ոնց է աշխատում հավատքը։ Ինչ եք ուզում, ում համար եք ուզում, որքան եք ուզում, երբ եք ուզում։ Հիշում եք այս հարցը, դեռ դիսկո ակումբում, երբ որ բարձացրեց Միսակ աղբերը բարձացեց այս հարցը, դրեք ձեր առաջ ծող, ցուցանիշ, ինչ-որ մի հատ ձև պլանկա դրեք եւ ասեք թե ինչ եք ուզում, ինչքան եք ուզում եւ որ ժամանակի մեջ եք ուզում եւ երբ եք ուզում։ Եվ դուք կտեսնեք, որ անհնարին սարերը սկսում են տեղափոխվել։ Եվ առաջի անգամ ես լսում եմ այդ մարդուն, որ ասում էր, ասեք $100, բայց ասեք որ ժամանակում, ինչքան եւ երբ։ Բոլորը ասում են $100, բայց չգիտեն երբ, որտեղ, ինչ ասեով։ Այսօր քո հավատքը պետք է մեծանա, քո հավատքը պետք է շատանա։ Անհնար բաները պետք է անգնեն ծովը, Հիսուսյանով, սարերը։ Մեծ հավատքը կարող է աղոթել մեծ տարածության վրա, ուղղակի ասես դու ասա այդ խոսքը։ Սա ընդունում է, որ Հիսուս մեծ իշխանություն ունի եւ ասում է, եթե դու ասես իմ ծառաս կբժշկվի, տարածությունը Հիսուսի համար կապ չունի։ Նշանակություն չունի մեծ հավատքի համար։ Գիտեք, շատ ժամանակ կուզեմ, որ մարդկանց համար միայն տարածության վրա աղոթեմ, բայց որոշները պետք է գան այստեղ։ Ոչ թե որ իմ հավատքը չի երիկամ, հապա ուզում եմ իրանց մեջ հավատք գեներացնեմ անգամ խոսքի միջոցով եւ ծառայության միջոցով։ Ստեղից 10,000 կիլոմետր աղոթք ենք անում կովիդի ժամանակ եւ տարիները անցնում է 19 թվականից հետո 6 տարի հետո ես հայտնում եմ Բլագավեշենսկում ու Աշոտը ասում է նանան իրա կինն է Սեդան բժշկվել է կովիդի ժամանակ քո աղոթքով մեռնելուց փրկվեց մահամերձ էր եւ Աստված բժշկեց եւ փոքրիկ ունեն նոր ծնված Աստված ողորմած է Աստված մեծ է ժողովուրդ Մենք գիտենք որ այս հրաշքները եղել է նաեւ ձեր միջոցով ձեր աղոթքներով ես էլ ասում եմ որ իշխանությունը տարածություն չի ճանաչում Կապ չունի դա 10,000 կիլոմետր է, թե 1000 կիլոմետր է, բայց դրա մասին մի քիչ հետո կգամ տարածության մասին, սա ուժեղ է, սա շատ ուժեղ է, երբ ձեր հավատքը մեծ է, ձեր հավատքը ագրեսիվ է նաև, ով լսեց, գիտեք կա այսև թույլ հավատք, ճլորած հավատք, ոնց որ կասեն, թորոմած հավատք, բայց երբ որ ձեր հավատքը ուժեղ է, ձեր հավատքը ագրեսիվ է նաև ագրեսիվ բառը ինձ համար ես հանել եմ բառարանից եւ ուզում եմ որոշ ներկայացնեմ այսև հարցակողական վարք ունի ինքը Ես ինչ ագրեսիվ եք դուք մեր ու տղա գագում մեկ Արտուշին ու գոարի վրա ասում այս ինչ ագրեսիվ եք դուք նա կտրուկ է եւ ուժեղ Նա ակտիվ է մարտական, պատրաստ է կռվելու համար։ Եթե բավարարվում եք քչով, դուք մեծ հավատք չունեք ուղղակի։ Ասա ես քիչ չեմ ուզում, ես շատ եմ ուզում։ Աստված իր հոգին չափով չի տալիս։ Մեծ հավատքը ինքը վճռական է ժողովուրդ։ Հիշում ենք, որ Բաբելոնի թագավորության ժամանակ Նաբուկոդոնոսորի օրոք Այսպեսի մի օրենք դուրս եկավ, որ բոլորը պետք է երկրպագեն Նաբուկոդոնոսորին։ Եվ Բաբելոնում մեծացել էին հրեա տղաները։ Հրեա տղաները էին մեծացել եւ նրանք են Միսակ, Սեդրակ եւ Աբեդնակով։ Հետո նրանց անունը Նաբուկոդոնոսորը ինչ-որ մի ճխմախ անուններ դրեց։ Իհարկե նշանակություն ունեցող անուններ էր, բայց այս տղաները հրաժարվեցին ծնկել եւ երկրպագություն անել Նաբուկոդոնոսորին։ Դա ինչ-որ նման էր Հյուսային Կորեայի։ Եվ միգուցե ավելի սարսափելի։ Դանիել 3-րդ գլխի 17-րդ խոսքը այսպեսի մի բան է գրված։ Դանիել 3-րդ գլուխ
Ասա ես պետք է սովորեմ այս դասը։ Ահա 17-րդ խոսքը։ Ես 16-ից կկարդամ։ Պատասխան տվեց Սեդրակը, Միսակը, Աբեդնագովը թագավորին եւ ասեցին. Ով Նաբուկոդոնոսոր, այս բանի վրայով քեզի պատասխան տալու հարկավորություն չունենք։ Մենք քեզ պատասխան չունենք տալու։ Մենք քեզ բացատրություն տալու ոչինչ չունենք, թե ինչի չարեցինք դա։ Ահա, մեր պաշտած Աստվածը մեզ բորբոքված կրակի հնոցից ազատելու կարողություն ունի։ Որտեղից այս վստահությունը։ Նրանք չեն լացում, ասում, վայ, մեռնելու ենք, ավելի լավ է երկրպագենք, ծնկի գանք Նաբուկոդոնոսորի առաջ, որովհետև վառարանը խիստ բորբոքված վառում էր։ Բայց քո ձեռքից էլ մեզ պիտի ազատի։ Ով թագավոր, մեծ հարգանք եմ տածում քեզ, բայց Տերը ինձ քո ձեռքից էլ կազատի։ Բայց քեզ հայտնի լինի, ով թագավոր, մենք քո աստվածներից չպետք է պաշտենք։ Ու քո ոսկու արձանին էլ երկրպագություն չենք անելու։ Ալելույա։ Չենք պաշտելու եւ չենք երկրպագելու։ Դա համարձակ հավատքն էր։ Դա մեծ հավատքն է, ժողովուրդ։ Երկրորդ հավատքը, որը իր տեսակի մեջ սա է, բնական հավատքն է։ Օրինակ, երբ որ դու նստում ես պապուծի, կուդա, ուր եք գնում պապուծիով։ Ամեն տեղ, Երևան, Վանաձոր։ Երբ որ դուք նստում եք Երևան գնալու համար, դուք վստահ եք, որ ձեր վարորդը ձեզ չի տանի Հրազդան։ Երբ որ ես նստում եմ ինքնաթիռ, հավատացեք, ես վստահ եմ, որ օդաչուն մեզ չի տանի կոնկրետ ուրիշ քաղաք։ Ինձ կտանի ուղիղ Բլագավեշենսկ։ Եվ չի շփոթվի։ Այդ դու կարաք ինձ հետ լինեք, որ գնամ Ձորի ընկոմը Մելանաստունը 1000 տեղ շփոթվեմ։ Սա բնական հավատքն է, որ մարդը ունի։ Երբ որ դու գնում եք բժշկի մոտ եւ բժիշկը ձեզ դիագնոզ դնում, 100% վստահ եք լինում, որ ինքը կարող է զանազանել դա վիրուս է թե ինֆեկցիոն է։ Եվ ձեզ չի բուժում նշանակի։ Ես չեմ խոսում ծույլիկ բժիշկների մասին, որից հետո ինքը ուղարկում է ուրիշ տեղ։ Բեն, ոնց ես բեն։ Բենը ստեղ է։ Քանի օրական է բենը։ 28 տարեկան, 28 օրական, 28 օրական, եկեղեցու ամենափոքր երեխեն առայժմ ստեղ է, իրանից հետո կգա Մարկը, Փառքես Տեր Հիսուս, և ամենատարեց մարդն է ստեղ, որին ես խորին հարգանք ունեմ, Վանիկ աղբերն է, շնորհակալ եմ Աստծուն այս սերունդների համար, այս սերունդից այս սերունդը, Փառքես Հիսուս, մի քանի սերունդներ կան ստեղ։ Երրորդ տեսակի հավատքը, դա պետք է քեզ օրհնի։ Մանանեխի հավատն է։ Մանանեխի չափ սերմի հավատքն է։ Ասեք մանանեխ։ Ինչի մանանեխ ժողովուրդ։ Խի մանանեխի պես, խի Հիսուս հենց մանանեխ, խի չի ասում Սամիտ, խի չի ասում Պետրուշկա, որ ավելին փոքր սերմեր ունեն։ Գիտեք, մանանեխի սերմը այն սերմն է, որ ոչ մի ձև չի խաչասերվում։ Ինքը մաքուր հավատքն է։ Մանանեխը մաքուր սերմ է։ Մանանեխը երբ որ գցես ինչ-որ մի ուտելիքի մեջ, իր համը եւ հոտը չի փոխում։ Ով լսեց։ Աստծո հավատքը, որը մանանեխի պես է, ինքը չի փոխում որևէ մի իրավիճակում իր հոտը եւ համը։ Եվ իր ուժը չի կորցնում ինքը։ Եվ մանանեխը դա այն փոքր սերմն է, որ կարող է մեծ ծառեր տեղափոխել։ Ասա ես հավատքի մարդ եմ։ Լցրա իմ սիրտը հավատքի օգով։ Ես ուզում եմ ունենալ այդ մանանեխի հատը։ Նա աճող հավատք է։
Նա աճող հավատք է, նա ուժեղ հավատք է, նա իրավիճակների մեջ չի փոխում իր հոտը եւ համը եւ իր ազդեցությունը, ինչ որ մեկը պետք է սրանից օրհնված լինի։ Չորրորդ տեսակի հավատքը դա հավատքի չափն է։ Հռոմեացի 1:3 Աստված ամեն մեկից տալիս է հավատքի չափ։ Երբ որ դու վերստին ծնվում ես, Աստված քեզ տալիս է չափ, հավատքի չափ է տալիս։ Եվ դու սկսում ես հավատալ։ Եվ ժամանակներ հետո տեսնում ես, որ քո հավատքը ենթարկվում է տրանսֆորմացիաների, փոփոխությունների։ 13:3 Հռոմեացիների 13:3-ն է դա։ Ալելույա։ Հավատքի չափ, ասեք հավատքի չափ։ Գիտեք ինչ որ Աստված ինձ ու քեզ տալիս է, նա պետք է աճի։ Նա պետք է շատանա, նրա չափսերը պետք է շատանա եւ ավելանա։ Եվ ավելանում է, երբ որ դուք սկսում եք լսել Աստծո խոսքը։ Աստծո խոսքը սկսում է աճել, մեծանալ, շատանալ, երբ որ դուք կարդում եք նրան։ Եթե Աստվածաշունչը 6 օր փակ է քո տան մեջ, վստահ եղի, որ Աստված քեզ հետ չի խոսալու։ Բնականաբար չի խոսալու քեզ հետ, եւ դու սկսելու ես այլ մոլորակային հաղորդագրություններ ստանալ, ինչ որ անհասկանալի օթեմ պատտվող մտքերից։ Ըստ օթեմ պատտվող լուրերից։ Ես այդ ձև այլ մոլորակայինների շատ եմ տեսել, Սուրբ Հոգին ասեց։ Սուրբ Հոգին ասեց եւ ոչ մի աղեր շունի Աստծո խոսքի հետ։ Աստծո խոսքը պետք է կարդալ, որովհետեւ Աստծո խոսքը գրված է գալիս է, հավատքը գալիս է լսելուց։ Գիտեք դա գործողություն է, հավատքը գալիս է լսողությունից, լսելուց։ Երբ որ դուք լսում եք Աստծո խոսքը կամ բացում եք Աստծո խոսքը, Աստված կարող է խոսալ։ Դա հնարավորություն է, որ Աստված խոսա քեզ հետ։ Երբ որ դու կլսես Աստծո խոսքից Աստծուն, քո հավատքը կսկսի չափով ավելանալ եւ շատանալ։ Որքան դու սուտ լսես, այնքան սուտն է տեղ գրավելու քո սրտի մեջ։ Այնքան դրանից հետո կասկածը եւ վախն է լցվելու քո սիրտը։ Ամեն բան դառնալու է քեզ համար գորշ, մութ, վախենալու եւ սոսկալի։ Բայց երբ որ դու խոսքն ես լսում, խոսքը սկսում է աճել։ Հավատքը մեր կյանքերի մեջ տրված Աստծուց պետք է աճի, խոսքը կարդալուց, խոսքը ուտելուց, խոսքը լսելու միջոցով։ Կասեք գիտենք։ Բայց նորից եմ ձեր միտքը բերեմ, որպեսզի դուք կարողանաք հասկանալ, թե ինչի է պետք խոսքը ընդունել, խոսքը ուտել։ Բժիշկը քեզ դեր է նշանակում եւ ասում է, որ ուտելուց առաջ եւ հետո դու այնքան հստակ ես անում այդ ինստրուկցիան։ Դու այնքան ճիշտ ես անում։ Անկամ եթե նա քեզ ասում է, որ այդ դերը պետք է խմես կաթի հետ, դու կաթը կճարես անպայման։ Դու կաթ կճարես անպայման, անկամ եթե կովերը բրոցիլոս լինեն, դու կաթը կճարես։ Բայց ահա Աստծո խոսքը, որը մեր մոտ է, մեր ձեռքին է, չի բացվում։ Գիտեք, մի ասեք ես ձև, Աստված խոսա ինձ հետ, Աստված խոսա ինձ հետ, Աստված խոսա ինձ հետ, պատահական տեղից բացեք ու փորձեք Աստծուն։ Աստված ուզում է խոսալ, երբ որ դու կարգ ու կանոնք ունենաս։ Ով ալսում 5-րդ հավատք, 5-րդ տեսակը։ Հովհաննես 20-րդ գլուխ։ Դժվար բան է ձեզ բռնցնելը, ճիշտ է։ Աստված գիտի որտեղ ում բռնացնի եւ ինչպես բռնացնի։ Երորդ գլուխ։ Այս 5-րդ հավատքի տեսակը անհավատ հավատքն է։ Անհավատ հավատքն է։ 20-27-րդ խոսքը։ Բայց եկեք մի քիչ վերևից կարդամ։ 24-րդ խոսքից կարդամ։
12-ից մեկը, որ երկվորյակ ասված Թոմասն էր, նրանց հետ չէր։ Какая беда, երբ Հիսուս եկավ, երբ մյուս աշակերտները ասեցին նրան, թե տեսանք Տիրոջը, նա էլ ասեց նրանց, եթե ձերքերի վրայի բևերների նշանը չտեսնեմ, քիչ էր մնում ասի հորս արև, եթե չտենամ, այսօրվա անիծված բառամթերքն է, հորս արևը, նշանը չտեսնեմ, մատս բևերների տեղը չխոթեմ և իմ ձերքս նրա կողը չխոթեմ, չեմ հավատա։ Ո՞տ է ձևի թիմում լիքը մարդիկ։ Մենք մտածում ենք, որտեղից սրան ես անհավատությունը, բայց այդպես Հիսուսի թիմում է կար այս մարդ։ Եթե Հիսուսի թիմում կար, հապա մենք ով ենք։ 8 օր հետո դարձյալ աշակերտները ներսն էին, Թոմասն էլ նրանց հետ էր, եկավ Հիսուսը։ Ասեք եկավ Հիսուսը։ Այ Հիսուս իրոք լավն է։ Իրոք ինքը ոնց է մեզ հանդուրժում, չէ, ինքը նորից է գալիս։ Հիշում եք այն թեմայում, երբ որ խոսում է դասի ժամանակ ովքեր ներկա են, որ Հիսուս ասեց, գնացեք Պետրոսին ասեք և իմ եղբայրներիս ասեք, ես ձեզ կհանդիպեմ։ Հիշում եք, ինչքան ինքը պլագարոդնի անձնավորությունը, շատ ասեք Հիսուս, շատ խոսացեք, Հիսուսի անունը շատ ասեք, Հիսուսի անունը շատ կրեք, Հիսուսի անունը շատ բացեք մարդկանց։ Եվ երբ որ Հուդան եկավ Հիսուսին հանդիպեց և համբուրեց, Հիսուս իրան ասեց, ընկեր, համբուրելով ես մատնում ինձ։ Հիսուս եկավ։ Հիսուս եկավ։ Ներս և կանգնեց և դռներ փակեն և կայնեց նրանց մեջտեղ և ասեց խաղաղություն ձեզի։ Հետո ասեց Թոմասին մատը բեր այստեղ իմ ձեռքերից ու բեր քո ձեռքդ և կողս խոթի և մի լինի անհավատ, ապա հավատացյալ։ Ինձ թվում այս Թոմասը ֆրանկ էր։ Եվ Թոմաս պատասխան տվեց ու ասեց Տերս իմ Աստվածս։ Հիսուս էլ նրան ասեց դու ինձ տեսար, դրա համար հավատացիր։ Երանի նրան, որ տեսած չի ու հավատում է։ Ատոր համար ֆրանգներում միջ շատ Թոմաս կա։ Մինչև չտեսնեմ չեմ հավատա։ Ես իմ եմ ֆրանգներին, իրանք էլ կարիք ունեն, իրանց մատը մծնեն, ձեր տան, սա անհավատ հավատքն է, հալելույա, իրականում Թոմաս անունը ես թվում է, չգինեմ միգուցե, սա սկզբում ուզում է տեսնել, նոր հավատալ, հավատացյալ մարդիկ ասում են, հավատում ենք և հետո ենք տեսնում, անհավատ հավատացյալը ասում է տեսնեմ նոր կհավատամ, չեմ հավատամ մինչև չտեսնեմ ասում են, մարմնով են սրանք կառավարվեմ, մարմնավոր են սրանք, և ոչ մի անգամ չեն տեսնում մարմնավոր հավատացյալները Աստծո զորությունը չեն տեսնում, գիտեք բադը, գիտեք չէ ինչը բադը, ուտկա, սագը, բադը, ջրի վրա կարա 40 տարի նստի, սուզվի, ու ջրի մեջ լինի, բայց չթրջվի, ինչ եմ ուզում ես ու դու բադի նման լինենք, ես ուզում եմ ներծծվենք, ես ուզում եմ հավատքը ներծծվի, 100 տարի եկեղեցում նստած եմ և ձև բադի նման չոր եմ, չոր մտնում է, չոր դուրս է գալիս, ատկազով նստել է, ատկազով դուրս է գալիս, եկեղեցում արդեն 30 տարի նստած էր, ոնց որ սրոք այդ ձև տալու սեղնի, դեն չի լինի շողովուրդ ջան, դեն չի լինի, քանի կիլոմետր եք կտրում, որ գնաք
Չակերտների մեջ սրբատեղ։ Մարդիկ քանի կիլոմետր են կտրում, որ գնան սրբատեղ, որպեսզի տեսնեն լացող իկոնա։ Ասում են ճիշտ են, ասում արտասունքներով լացում այդ իկոնան ու արյունա լացում, հայ։ Ես իշքամ սենց հավատ կա, որ տեսնեն ու ասեն վայ, Աստված ջան, խաչակնքվեն։ Բայց ստեղ է պետք մնալ, Աստծո խոսքի հետ է պետք մնալ եւ հավատալ ամեն մի խոսքի, որ ինքը ասում է։ Ոչ թե որ տեսնեմ, սող վեր կացան գնացին ուխտագնացության, Երուսաղեմ, որ զաժիգալկով վառած սուրբ կրակը տեսնեն։ Ով գիտի։ Ես չեմ կամ հասկանում, եթե կա Հիսուս, ինչի պետք է ես գնամ Երուսաղեմ, որպեսզի սուրբ կրակ են քարանձավի են խորը տեղերից զաժիգալկով վառած այոս վայ վառվում է, նենց էլ նավթի նման վառվում է, ծուխ անելով։ Եթե դա սուրբ կրակ է, դրանից ոչ հոտ է գալիս, ոչ ծուխ է բարձանում։ Մովսեսը տեսնում էր այրվող թուփը։ Նա այրվում էր եւ չէր վերջանում։ Այդ դու պետքա տենց վառվես։ Դու պետքա վառվես։ Եվ շատերը սպասում են, որ դու կհանգչես մի օր։ Не дождётесь։ Հավատքը հիմա է եւ այստեղ է ժողովուրդ։ Խիա թվում որոշնեիդ, որ եթե դուք չեք գնում Աստծո տուն, Աստված է գալու ձեր տուն։ Խիա ձեզ թվում։ Ես համոզվել եմ, որ պետք է քայլ անել Տիրոջը։ Ես համոզվել եմ, որ պետք է քայլ անել Աստծուն։ Եկանք տեսանք մի քիչ լավ չընդունեցին ոնց որ, լավ չբարևին, լավ չներկայացրին։ Կարող է քո թատրոններ, որ քեզ պետք է ներկայացնեի։ Եվ գնացինք ու ասին, այլ այստեղ չտեմ գա։ Ես տեղ քարոզում եմ Հիսուս, ես տեղ մարդկան չեմ քարոզում, ես տեղ ինձ չեմ քարոզում։ Ես քարոզում եմ ավելի շատ իմ պրավալները։ Ես քարոզում եմ իմ հավատքի չափը։ Ես քարոզում եմ Հիսուս Քրիստոսին։ Շուտով մենք տեսնելու ենք իր փառքը։ Շուտով մենք տեսնելու ենք դա։ Հիսուս շատ մոտ է ժողովուրդ, Հիսուսի գալը շատ մոտ է։ Մենք չենք ապրում էլի ինչ որ վերջին օրեր, մենք վերջին օրերի մեջ ենք։ Հասկանում եք, սա վերջին օրն է։ Դու պետք է ապրես այս օրը որպես թե վերջին օր, եկուց կարա չլինի այլևս։ Վաղը կարա չլինի։ Միգուցե Հիսուս գա մոտ ժամանակներս։ Ես չեմ ասում կոնկրետ ինչ ժամանակի մեջ, ինչ օրվա մեջ, բայց Աստվածաշնչյան մարգարեությունների մեծամասնությունը կատարվել է եւ տեղի ունեցել։ Եվ ինչա մնամ, եւ ինչն է արգելեմ Հիսուսին գալը, ինչն է արգելեմ, որ ինքը գա, Հիսուս շատ շուտով կգա։ Մենք լսում ենք պատերազմներ, մենք լսում ենք սովի մասին, մենք լսում ենք աղետների մասին, սա ցավն է, սա սկիզբն է ցավերի, սա դեռ սկիզբն է, բաները, որ ավելի գրանձիոզնի, ավելի մեծ, ավելի վիթխարի եւ սարսափելի են լինելու, դրանք շատ մոտ են տեղի ունենալու։ Դուք չգիտեք, թե մյուս տարի պատերազմը ուր կտեղափոխվի, որ տարածաշրջան կգա։ Դուք չգիտեք, կրակը որտեղ կբռնկվի։ Եվ այս ամենը կատարվում է Իսրայելի շուրջ։ Աշխարհի կենտրոնի շուրջ է պատտվում։ Նայեք, դա Աստծո ժամացույցն է Իսրայելը։ Ամեն բաները կատարվում է հենց այդտեղ։ Եվ այդ տեղով է չափվում ամեն ինչ։ Ինչ որ մեկից հավատք է պետք, որովհետև մարդի որդին գալու է եւ հավատքը փնտրելու։ Գալու է հավատք փնտրի։ Գալու է հավատքը փնտրելու, տեսնելու է արդյոք հավատք կա երկրի վրա։ Շատերի սերը պաղելու է, շատերը նահանջելու են Աստծուց։ Շատերը ապստամբելու են Աստծուց, հեռանալու են Աստծուց։ Շատերը չեն դիմանալու ողջամիտ վարդապետությանը,
Շատերը քարոզելու են ծուր բաներ եւ եթե նրանց հաջողվի շատերին փոխելու եւ տանելու իրանց հետևից, դա կորստյան համար կլինի միայն։ Շատերը կասկածելու են, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, հավատացյալների միջից։ Շատերը սկսելու են հուդայականություն դավանել։ Շատերը միգուցե հավատքը իրանց հավատքի դավանությունը փոխեն։ Ինչա կատարվում երկրի մեջ։ Ինչա տեղի ունենում առաքելական եկեղեցու շուրջ։ Ամեն բան հոգևոր է ժողովուրդ, ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Ինչա տեղի ունենում։ Միգուցե իսլամացումն է տեղի ունենում։ Միգուցե իսլամացումից հրաժարվի այս ազգը եւ հեթանոսություն ընդունի։ Եվ ավելի վատ բաները դեռ առջևում են։ Հիշեք սա։ Հիշեք հնարավոր է ես չտեսնեմ Հիսուսի գալստյան օրը։ Ես արդեն գնացած լինեմ։ Բայց այս բաները կատարվելու են։ Հիշեք, որ սա ձեր երեխաներին պատմելու բան է, որ այստեղ քարոզում էր, որ մենք սպասում ենք Հիսուսին։ Նա ինչպես գնացել է երկինք, այդպես էլ գալու է կայծակնային արագությամբ։ Շատ արագ բաները տեղի ունենալու, աչք բացելու եւ փակելու հետ ինչ որ բան է տեղի ունենալու, հափշտակություն է կատարվելու, երկրի վրայից վերցվելու Աստծո եկեղեցին։ Արդյոք հավատք եմ գտնելու, հայրը իրան երկրպագողներ է փնտրում, իսկ Սուրբ Հոգին ծառա մարդկանց է փնտրում, իսկ Հիսուս գալու է իրան մասը փնտրելու հավատք։ Ոչ թե ես հավատք եմ քարոզում, որովհետև ես վախենում եմ, ապա ես սիրում եմ Հիսուսին, դրա համար եմ հավատք խոսեմ։ Հավատքը իմ իրավիճակից է ծնվել, որտեղ ես ունեի խնդիր եւ ես ունեի լուծման կարիքը եւ չգիտեի ոնց է լուծումը, բայց գիտեի, որ արդարը կարա ապրի իր հավատքով։ Եվ երբ որ 95 թեզիսները մեխեց Մարտին Լյութերը Հռոմի կաթոլիկ եկեղեցու դրան վրա, նրանցից առաջինը սա էր՝ միայն խոսքով, եւ միայն Աստվածաշնչով, միայն հավատքով, եւ 95 թեզիսները լրիվ Աստվածաշնչի մասին էր։ Հավատքը կարևոր բան է։ Հավատքը կարևոր բան է, ժողովուրդ։ Աստված ուզում է, որ դուք ունենաք հավատք եւ Աստված գիտի դուք ունեք հավատք, թե չունեք հավատք, օգտագործում եք ձեր հավատքը, աճում է նա, թե ոչ, նա տեսանելի կարող է լինել, 5-րդ տեսակը, տեսանելի հավատք։ Ղուկաս 5-րդ գլուխ 20-րդ խոսք, 5-րդ գլուխ 20-րդ խոսք, այստեղ գրված է, որ 4 մարդով մի մարդու բերեցին Հիսուսի մոտ եւ չեն կարողանում մտնել, անդամալույց էր, չեն կարողանում մտնել, որովհետեւ այնտեղ շատ մարդ կար, բազմություն կար։ 20-րդ խոսք, եւ Հիսուս տեսնելով նրանց հավատքը, ասեց նրան, ով մարդ, քո մեղքերդ քեզ ներված են։ Հավատքը երևացող բան է։ Հնարավոր է դու ասում ես, դու ինչ գիտես, Աստված գիտի, ես ունեմ թե չունեմ, հավատքը ինքը երևացող բան է։ Հիսուս տեսավ նրանց հավատքը, ոչ թե հիվանդի։ Երբ որ հիվանդին բերում են մարդիկ, լցված հույսով են գալիս, հավատքով են գալիս այստեղ։ Հավատքով են գալիս Հիսուսի մոտ, Հիսուս տեսնում է նրանց հավատքը։ Հիսուս տեսնում է, թե դու ինչ ես անում։ Հիսուս տեսնում է, թե դու ինչ ես մտածում։ Հիսուս տեսնում է, թե դու ինչ ես խոսում։ Հիսուս տեսնում է, թե դու ուր ես գնում։ Սա խոսում է իմ ու հավատքի մասին։ Հիսուս տեսնում է, թե որտեղ եք եղել անգամ։ Չէ, ուղղակի շարժումներ չէ, ուղղակի քայլեր հավատքի, ուղղակի հավատքի գործողություններ։ Արդյոք դու խոսում ես եւ խոսում ես հավատքով։ Ես չեմ խոսում հավատքի մասին խոսալուց ֆանտաստիկ եւ սարսափելի ժանրից բաներ խոսալ, այլ խոսալ հավատքով եւ հավատքից։
Դու գիտեք, որ Աստծո արդարությունը հայտնվում է հավատքից։ Աստծո հրաշքները հայտնվում է հավատքից։ Բժշկությունները հայտնվում է հավատքի միջոցով։ Նաև Աստծո բարգությունը հայտնվում է անօրենության պատճառով, երբ որ մարդը անօրենություն անում։ Ուրեմն հավատքը գործողությունն է, որին տեսնում է Աստված։ Ցույց տուր քո հավատքը։ Մարգարեացի հավատքով, Խոսա հավատքով, վկայի հավատքով, հրճակի հավատքով, աղոտ կարա հավատքով։ Խոսա հավատքով, երկիր հավատքով, երկրպագիր հավատքով։ Ես գիտեմ, որ շատերը իրականում ցույլիկ են եղել, դպրոցում այսօր բժիշկ են, ճակերտների մեջ։ Ես բժիշկ չեմ։ Բայց ես հավատում եմ, որ ես Աստծո մարդ եմ։ Ես հավատում եմ, որ ես լսում եմ Աստծո ձայնը։ Ես գիտեմ, որ ես լսում եմ Աստծո ձայնը։ Եվ երեխային չուտ նիլի, այսև ուղարկում են Երևան։ Երեգա ծնվել է։ Ուղարկում են արդեն Երևան, որովհետև չեն հասկանում կախում ամոթները։ Ուղարկում են նրա, всё, պետք է աղոթել եւ տեսնել Աստծուց, լսել Աստծուց։ Եվ Տերը ասեց, որ ոչինչ չկա։ Ուղղակի ոչինչ չկա։ Զուտ անհանգստությունը փառատելու համար, այո, կտանենք Վանաձոր, ոչ Երևան։ Եվ բժիշկը տեսնով թուք ու մուր արեց, լրիվ ստեղի բժիշկներին։ Ամոթ ձեզ ասելով, որ դուք բժիշկ չեք, սա բժիշկ չկա։ Իսոնանք ասի վերջում, դուք ճիշտ եք ասում երեք, որ ոչինչ չկա։ Ես ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ինչ աղէ, այլ իմ մեջ ես տեսնում եմ դա, գիտեմ դա, որ ընդեղ ոչինչ չկա։ Ուղղակի պետք էր բենը պտտվեր մի քիչ ֆրֆրար։ Ծնվելուց հետո արդեն պրագուլ կեքի մեջ է։ Վանաձոր Ստեփանավան։ Հասկացանք, որ ընդեղից ես եկե։ Կարող Կիրովականցի ես աղբեր։ Այո, Ջեման ասում է, անցած շաբաթ, երբ որ ընդերից դու գալիս էր, Սուրբ Հոգու զորություն իջավ ինձ վրա, երբ որ ես վարոտները մտա, երբ որ ես քեզ տեսա։ Ծառայությունից հետո շատ հիվանդություններ անհայտացել է։ Ասեց, ես հետո կվկայեմ, երբ որ բարեկամներ ունենք եկած այդտեղ կգնան, ճիշտ եմ ասում Ջեմա։ Բժշկությունը, որը կատարվում է այստեղ։ Աստված ուզում է տեսնել ինչ որ մեկի հավատքը։ Ես գալիս եմ այստեղ, դու գալիս ես այստեղ, և դու պետք է հաղթես, ես գալիս եմ, և սատանա դու պետք է վայր ընկնես, ես գալիս եմ և հիվանդությունը պետք է հեռանա այստեղից, ես գալիս եմ և դա տեղի պետք է ունենա այստեղ, դա պետք է կատարվի Սուրբ Հոգու զորությամբ, ես հիշում եմ, երբ որ առաջի անգամ մտա եկեղեցի, որը ինձ համար այդքան եկեղեցու նման չէր, բա ուր են խաչը, մոմերը, ծխերը, հետո մեր հովը լավ իրոնիավ կխոսար, ծուխը ձեզ, խոսում էր, հիշում եք։ Այո, դուք լավ եք սովետ դասում։ Ես հիշում եմ մթնոլորտ այսօրվա պես հիշում եմ։ Ես գամված է այնտեղ։ Ես քարացած կանգնած ու ծամոն էի ծամում։ Իսկ ինչ որ մի քույրիկ շարքերի մեջտեղից նայում է եւ ասում է նագլին նայ։ Ոնց է։ Ծամոն։ Ես գնացել եմ կանգնել ծամոն էի ծամում։ Ասեմ տենց է չի, որ ես ծամոն եմ սիրում։ Եվ աղոթում է և ասում է, հենց հիմա Հիսուսի անունով թողանի իր բերանից այդ ծամոնը։ Եվ մի բան տեղի ունեցավ ինձ հետ։ Ես անգամ չէի պատկերացնում ով ասում այդ ձև բան կամ ասում է թե չի ասում։ Մի բան իջավ ինձ վրա և ասեց. գոնե ամաչի։ Սուրբ Հոգին կարա բերի այդ ամոթը։ Եվ ես հանեցի։ Ինչ որ մեկը հավատքի գործողություն պետք է անի և Աստված տեսնում այդ հավատքը։
Հավատքը երևացող բան անգամ, տեսանելի բան անգամ։ Դա դեն չի, որ մենք հավատացյալ ենք։ Ուրա հավատքը։ Ուրա հավատքը ինչի հետ է կծվածն է, ինչի հետ է համակցված, ինչ ես անում դու, որ քայլ ես անում դու, որ դա կոչում Աստված հավատք։ Ինչա դա։ Ես գնում եմ տուն եւ մայրս ասում է դու պետք է ուզես այսինչ աղջկան։ Ես էլ ասում եմ ես պետք է Տիրոջը հարցնեմ։ Այո, մամաներին, պապաներին լսելը լավ է, բայց ոչ այն հարցեմ, որ Աստված է ուզում։ Ես միշտ կծնկեի Տիրոջը ասեմ, Տեր, դու ինչ կասես այդ, Տեր ասեց ոչ։ Ես ասի միևնույն է, այս պետք է աղոթեմ, որովհետև ես սովոր եմ աղոթելու։ Շատերը շատ եք աղոթում, բայց հավատք չկա։ Եվ Տերը գոռաց։ Միթե քեզ համար ոչը պատասխան չի։ Գիտեք, ոչը կարա լինի օծված խոսք։ Ոչ քեզ սատանա։ Ոչ քեզ հիվանդություն, դու այստեղ ես եւ դու պետք է հեռանաս։ Իմ ու քո տան մեջ տեղ չպետք է ունենա դա։ Իմ ու քո տան մեջ պետք է հավատքը լինի, հավատքի մթնոլորտը։ Ես հիշում եմ Բուրաստան քրոջը, առաքելական եկեղեցուց, ով ավետարանի ջատագով էր, լուրջ ջատագով էր եւ օծված կին էր, շատ օծված։ Ես վստահ եմ շատ տերտերներ չգիտեն ինչա օծությունը, միայն յուղի տեսքով գիտեն, մերոնի, բայց օծությունը չեն ճանաչում։ Երբ որ ես իմացա, որ Բուրաստան քույրը ունի Բենիհինի գրքերը, բարի լույս Սուրբ Հոգին, ես պետք է ունենամ դա ասեցի։ Ես գնում եի, ոչ, այսև, բավոր չտա, ես գնում եի, որովհետև պետք է վերցնեի։ Ես դա ուզում եմ և ես դա պետք է ստանամ։ Երբ որ բացեցի իրաց տան դուրը, ձայն տվեցի, բացեցի, դուրը բացեր, կնեք, փարդա էր քաշած, ասեց ներս մտեք, երբ որ փարդեն ես և քաշեցի ոտքս, դայեցի, Սուրբ Հոգու ներկայությունը իրա տնից, ես իմ գիրքը ստացած գնացի, ես այդ գիրքը ամեն օր կարդացի 365 օր, և ամեն անգամ զգում էի նույն բանը, Հավատքը ինքը տեսանելի բան է։ Աստված տեսնում է, թե ով է գալիս իրան։ Աստված դուրս է գալիս հանդիպման, որովհետև ինքը տեսնում է։ Եվ ասես այդ հիվանդին ելիր և քայլիր այստեղ։ Տեսավ նրանց հավատքը, բայց հիվանդին ասեց քայլիր, որովհետև նրանց հավատքը քայլել տվեց այդ անդամալույցին։ Սա բժշկություն է, սա հրաշք է, ստեղ է դա այստեղ է, դա տեղի է ունենում։ Դա կատարվում է։ Ես վստահ եմ, որ Աստված ուզում է բժշկի ռակը։ Ես հավատում եմ, որ Աստված ուզում է բժշկի դիաբետը։ Ես հավատում եմ, որ Աստված ուզում է բժշկել այն երիկամների անբավարարվածությունը, որը կարող է տանել դիալեզի։ Աստված ուզում է բժշկել դա։ Աստված ուզում է, որ քո աչքերի տակի պարկերը հեռանան Հիսուսյանով եւ դա տեղի ունենա քո երիկամների մեջ։ Աստված ուզում է դա անի Հիսուսի անունով։ Աստված ուզում է այդ շնչահեղձությունը ամբողջությամբ հեռանա քեզանից եւ դա տեղի պետք է ունենա։ Իմ մոտ հավատ կա, ադիշ կա, այդ շնչահեղձության, բժշկության հավատ կա։ Իմ մոտ կա այդ հավատքը։ Իմ մոտ հավատ կա անոթների բժշկության։ Իմ մոտ հավատ կա, հասկանում եք, բժշկության հավատ կա։ Մենք ոտքեր չենք երկարացնում, այլ դա սկոլիոզ է, որ բժշկվում է։ Նրանք ովքեր որ ծաղրում են եւ ասում են ոտ են քաշում երկարացնում, ոչ մեկի ոտքը չենք երկարացնում, այդտեղ սկոլիոզ է բժշկվում։ Երբ որ դու օրհնեցիր, հենց օրհնեցիր, ասում է, մեր աղբերը, անունը եկեք չտամ, ինքը ստեղ չի։ Ասեց, երբ որ դու օրհնեցիր, ես առաջի անգամ եմ լսում այդ ձևի խոսք, որ ասում ես, օրհնում եմ քեզ։ Միշտ լսել եմ, որ ասում են Աստված օրհնի քեզ։ Բայց երբ որ ասեցիր օրհնում եմ քեզ, իմ կյանքի մեջ սկսեց բաներ տեղի ունենալ։ Իրա տան մեջ սկսեց բաներ կատարվել։ Արդարը հավատքով ապրում։
Ով է տեսնում հավատքի գործողությունը, ով է տեսնում տեսանելի հավատքը։ Օհո, ես այս բանը խոսացի, լսի ինչ ես խոսում, դա խոսում է քո հավատքի կամ անհավատության մասին, քո կասկածի կամ վախերի մասին։ Բավոր բաներ տեղի ունենա, բավոր կատարվի, ինչ ուզում է կատարվի քո աջ կողմում, ինչ ուզում է կատարվի քո ձախ կողմում, քեզ հետ վատ բան տեղի չի ունենա։ Դե մահվան շուքի ձորով կգնաս, Տեր անդեղել քեզ կառաջնորդի։ Եթե անգամ վերջի շունչդ այստեղ կփչի, առաջի շունչդ այնտեղ կբացվի եւ դու կհայտնվես Աստծո թագավորության մեջ, որովհետեւ քո վերջի ճանապարհը, որ գնալուց լինես մահվան շուքի ձորով, այնտեղ Տերը քեզ կառաջնորդի։ Ալելույա։ Մի օր դա տեղի ունենալու, որ դու այստեղ վերջին շունչ այնտեղ առաջի շունչը Ինչ է կատարվում։ Մի անգամից կհայտնվես մի մարգագետնում, որտեղ ծաղիկները կենդանի են եւ օծություն են բուրում։ Դու գտեսնես այնտեղ գետեր, կյանքի գետեր։ Դու այնտեղ ընդամենը ծառի տերևը կուտես եւ բժշկված կես լրիվ քո հիվանդությունից, որը չբժշկվիր այստեղ երկրի վրա։ Հարցը չի ասնի պտուղին, հարցը չի ասնի զկերինուն, որը դու կարաս ուտես։ Ալելույա։ Դա զկեր չես։ Դա զկեր չես։ Լենամ ֆրանկ չի։ Հիշում ես ամը։ Լենամ ֆրանկ չի։ Հետո հավատաց քեզ, որ Լենամ ֆրանգա։ Այսօր մադլիզ եմ մտել։ Զանգը, տեսակ, զանգը եկավ։ Ձեր երեխուն չեք ուզի վերցնեք։ Ինչ է, հով է, ինչ կամ կուզեք։ Այդ աղա մանկապարտեզնա մնաց է։ Փոքրիկ հավատ գոյություն ունի, 7-րդ։ Բայց ես չեմ պրծե։ Փոքրիկ հավատ գոյություն ունի։ Չգիտեմ ատում եք ինձ հավատք թեմա խոսալուց, որովհետև ձեր մոտ հավատք թեման ուրիշ հասկացությունների մատերիա։ Ինձ համար հավատք թեման դա իմ դասն է, դա իմ դիսերտացիան է, դա իմ կյանքն է, ես ապրում եմ հավատքով, ես մտածում եմ հավատքով, ես խոսում եմ հավատքով, ես քայլեր եմ անում հավատքով, ես տեսնում եմ հավատքի հրաշքները։ Միգուցե Դուբայից կա քո օրհնությունները, քո փողերը։ Դուք չեք հավատում։ Դուք չեք հավատում։ Պապաներ, ստեղ կա պապաներ, մամաներ։ Ձեզ մի բան ասեմ, թե չասեմ։ Եթե փոքր են ձեր երեխաները, Աստծո խոսքը ասում է կրթեք մանուկին դեռ իր ճանապարհը չսկսած։ Դու գիտեք խի ասում դա։ Ով գիտի։ Կանց գիտեք խի ասում կրթի քո երեխուն փոքրուց։ Երեխուն ծեծելով սովորացնենք, կրթենք, որ իր մաննի կաշան ուտի։ Ոչ, դրա մասին չի խոսքը ասում։ Սովորացրան քո երեխային աստվածաշնչյան էկոնոմիկայի մասին։ Դեռ փոքրուց Սովորացրեք, որ ձեր երեխաները կարողանան տալ։ Ասեմ ինչի համար, որովհետև դրա հաջորդող խոսքը ասում է, որովհետև պարտկատերը ծառա է անգնում նրա առաջ ումից պարտկա վեր գալի։ Սա երեխային կրթելու համար, որ մեծանա, ինքը չընկնի վարկերի, տոկոսների, պարտքերի, անեծքների տակ։ Որովհետև հարուստների ունեցվածքը, ստացվածքը պահվում է արդարների համար։ Հավատացյալներից տալիս է իմաստություն, տալիս է գիտություն, տալիս է ուրախություն։ Մեղավորներին տալիս է զբաղմունք, աշխատանք, բիզնես եւ շատ բաներ, եւ դա պահվում է արդարների համար։ Եվ ահա
մանուկին կրթի իր ճանապարհը դեռ չսկսած ժամանակ։ Ո՞վ է տեսնում լոգիկան։ Ո՞վ է տեսնում աստվածաշնչյան լոգիկան։ Դուք գիտեք, որ դուք չեք կարող իմաստություն ունենալ եւ հավատք չունենալ։ Դրանք իրար հետ կապված բաներ են։ Եթե դուք ինչ չեք ընդունում, գոնե իմաստության, այս խրատը սովորեք, այս հայտնությունները ընդունեք, որովհետև գրված է, որ իմաստությունը, որ դու գտնես, որ դու կանչես քեզ, որ դու աղաղակես, նրան փնտրես, եւ երբ որ դու նրան գտնես, նա քո սրտի մեջ կմտնի, եւ նա քեզ ախորժելի կլինի։ Հասկանում եք, հավատքը իմաստության հետ կապված բան է։ Դուր ինձ իմաստություն։ Ես միշտ աղոթում եմ դուր ինձ իմաստություն։ Այստեղ փոքրիկ հավատքն է, որը գրված է Մատթեոս 36-րդ գլխի 30 խոսքը։ Ստեղծված է ամեն ինչ, որ ստեղծված է, այստեղ օծված է ամեն ինչ, այստեղ օծություն կա, այստեղ Աստծո ներկայություն կա, այստեղ նրա ներկայությունն է, այստեղ նրա փառքն է։ Ես հիշում եմ, որ գնացել էի առաջի անգամ եկեղեցի ժողովուրդ, իմ դուրս ոչինչ չէր գալիս, որովհետև ոչինչ էլ չէի հասկանում։ Նայեցեք գրված է, ուստի եթե 30 խոսքը դաշտին խոտը, որ այսօր կա, վաղը փուրնա գծվում, Աստված այնպես է հագցնում։ Ապա որ չափ ավելի ձեզ թերահավատներ, իմ 7-րդ խոսքը փոքրիկ հավատքն է, որը միշտ անհանգստանում է։ Միշտ անհանգստանում է։ Ալելույա։ Լսում եք։ Ստեղ հոգսի մասին է։ Ստեղ հոգսի մասին է, եւ Տերը ասում է, հեթանոսներն են դա խնդրում, հեթանոսներն են անհանգստանում։ Հեթանոսական խառան այսև, հեթանոսները թերահավատներ, թերահավատությունը հեթանոսության պես բան է, դա աթեիզմի նման բան է։ Ուզում եք մի բան ասեմ ձեզ։ Աստված սիրում է ձեզ, Աստված սիրում է քեզ։ Գիտեք, ոչ թե Աստված ուղղակի միտեղ նստած է հեռու, քեզ սիրում է, դու վրեդ խաբար չունես։ Ոչ, Աստված սիրում է քեզ։ Աստված քո հայրն է։ Աստված իմ հայրն է, Աստված քո հայրն է։ Չգիտեմ, ինչ եք դժվար անցալում, որ կարաք ձեր պապայից առանձին մի հատ հայր ունենաք։ Դա Աստված է։ Բեգոն մի օր աղոթելու սալում հայր ծիխարին մտնում ասում, արա չհասկացա, գողական մարդ էր սենց։ Այդ բաց ինձանից ուրիշ հերել ունես։ Զիլ մարդ էր, լայք իրան։ Չհասկացա, այդ ուրիշ հերել ունես։ Աստված հոգ է տանում քեզ համար։ Դու գիտես Աստված հոգ է տանում։ Թեպետ դու անհանգստանում ես, որովհետև փոքրիկ հավատք ունես։ Փոքրիկ հավատքը միշտ անհանգստանում է, թե ինքը ինչ պիտի ուտի, ինչ պիտի խմի։ Չէ, ես չեմ ասում, որ ծառայությունից հետո մի գնաս ինչ պիտի էփես։ Եվ դու ունես 3 բան, որ գիտես ինչ կարաս էփես, բայց չգիտես 3-ից որը էփես։ Գրեչկա։ Հարցը դրա մասին չի, հարցը անհանգստության մասին է։ Անհանգստության հետ սիրտը սկսում է արագ աշխատել, դում, հասկանում եք, վախ է գալիս, կասկած է գալիս, այստեղ ուրախ ավտոբուսն է։ Մի քիչ գիտական, համաձայն եք, գիտական բան։ Եթե ինձ հետ համաձայն եք, բացեք Դանիելի 9-րդ գլուխ, գիտական, Աստվածաշունչը շատ գիտական գիրք է նաև։ Ես կարդում եմ 21-ից, 9-րդ գլուխ 21-ից 25 խոսքը, ուշադիր լսեք աղբերներ, տղամարդիկ դուք սիրում եք ուղեղային հարցեր, գործողություններ, տղամարդը սիրում է չափի, ձևի, տենա, հասկանա, ոնց աշխատեմ։ Կնոջ համար տրին տրամվա, նա ինքը միանգամից միացնում է և դա աշխատում է։
Մի օր Լաուրը տունը չէր, լվացքի մեքենան անջատվել էր։ Այնտեղ վրան 3 կնոպկակ ավել բան չկա։ Թե իմանամ որն է որից հետո եւ ինչ անեմ, տենց է ձեռ չտվեցի։ Առ այսօր չսովորեցի։ Խնդիր դա չի, եկեք ստեղ նայենք։ 21-րդ խոսք։ Երբ ես տակավին աղոթքի մեջ խոսում էի, ահա այն առաջին տեսիլքի մեջ տեսա մի մարդու։ Տեսածս մարդը Գաբրիելն էր։ Շուտով, ասեք շուտով, թրջելով ինձ ստիպավ։ Դավիթը մինչ աղոթք անում, Դանիելը մինչ աղոթք անում, գրված է տեսիլք տեսա։ Եվ հետո ասում է, որ շուտ թռավ, շատ արագության մեջ թռավ Գաբրիելը եւ կպավ ինձ։ Համիկ դուք ասեք, հա ինչ կա ստեղ։ Ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Որտեղից է սկսվում երկինքը։ Այս հարցը դուք չպատասխանեցիք տենց է։ Իմ Աստվածաշունչը ասում է, որտեղից է սկսվում երկինքը։ Երկինքը ընդեղ է։ Թե ընդեղ է, երկինքը որտեղ է։ Եթե դուք ապրեք բևեռում, հյուսային բևեռում, դուք ասեք երկինքը ընդեղ է։ Եթե մեկը ապրելուց լինի Սարության օվկիանոսում ընդի ներքև, կասի երկինքը ընդեղ է, որովհետև գլխով էլի վերև է։ Ճիշտ է։ Եթե մեկը ապրի էկվատորում, կասի երկինքը ընդեղ է, ընդե ցույց կտա։ Մի երկինքը այս 4 ծայրերից որն է, որտեղ է։ Ով է ուզում իմանա։ Երկինքը սկսվում է, ուշադիր եղեք, ինչ եմ ասում, դա ասում է ինձ Աստվածաշունչը, բևեռային աստղից։ Ով լսեց։ Հնարավոր է ինձ հետ չհամաձայնեք, բայց կարդացեք Եսայի 14-րդ գլուխը, որ սատանան ուզում էր գնա ամենաբարձր տեղը աստղերի եւ այնտեղից իշխի։ Հյուսիսային կողմը եւ դա կոչվում է հյուսիսային աստղ, բևեռային աստղ, որին դուք տեսնում եք, բևեռային աստղը, որին դուք տեսնում եք, ուշադիր եղեք, ես հավատքի մասին եմ խոսում։ Բևեռային աստղը, որին դուք տեսնում եք, գիտեք որտեղ է բևեռային աստղը։ Գտեք նրան։ Դա դժվար չի։ Մեծ եւ փոքր արջը գտեք, շերեփը գտեք, դուք կտեսնեք բևեռային աստղը հյուսային բևեռային աստղից մինչև երկիր մոլորակ հարկավոր է 323 լույսային տարի կամ 443 լույսային տարի, որպեսզի բևեռային աստղից լույսը հասնի քեզ։ Դանիելը աղոթք անում եւ ես 3 աղոթք եմ անում Դանիելի աղոթքով ուղիղ 3 րոպե եւ քանի վայրկյանատևում։ Եթե ինտենսիվ աղոթք վերցնես 3 րոպեմ դու կաղոթես ինչ որ Դանիելը աղոթեց եւ ահա Գաբրիելը շունդ հասնում է Դանիելին։ Չեք հասկանում, տակ եք դեռ, հետո կասնի։ Սա իմ մոտ հավատքի պատերականդում, անհավատության պատերականդում կներեք։ Իմ մոտ սա ամրությունները կանդում, որ Աստված լսում է ակնթարթային։ Աստծո մոտ այդ տարիները, այդ երկարությունը, այդ հեռավորությունը ակնթարթի հարց է։ Միշտ Դանիելը աղոթում էր, գրված է, որ Գաբրիելն ասեց, առաջին օրը ես լսեցի քեզ։ Քանի տարի էր պետք լույսային տարով, որպեսզի լույսը բևեռային աստղից, հյուսիսային աստղից հասնի երկիր մոլորակ, որին դու տեսնես 323, 32, 443 տարբեր հետազոտությունների արդյունք ասա։ Եվ դու ստանում ես ակնթարթային պատասխաններ։
Ինչի կարամ ես չհավատամ։ Ո՞րն է պատճառը, որ ես կարամ դրանից հետո թույլ հավատք ունենամ, փոքր հավատք ունենամ, կասկածող հավատք ունենամ։ Միշտ Կիրակի երկուշաբթի օր այստեղ աղոթք էինք անում, այստեղ Սուրբ Հոգին ասեց, մոտեցի եւ աղոթք արավ Վանետի համար եւ քանդի լրիվ պլանավորումները, քանդի լրիվ ծրագրավորումները իր վրա, որովհետեւ ահա ես պլանավորում եմ տեսնեմ երկու հոգու կողմից։ Մինչ ես ստանում եմ իմ հոգու մեջ ակնթարթներ ատեմ, հրեշտակները թափվեցին դահլիճստեղ, հրեշտակները ներկային այստեղ, այսպես սար բարձացավ։ Ու ես խոսում եմ, որ հրեշտակներն են այստեղ, հրեշտակներն են այստեղ։ Խսում եք ձեր խոսքը, ձեր աղոթքը այնքան արագ կարա պատասխանվի։ Ակնթարթային։ Չէ, ես պետք է գնամ 5 տարի տանը նստեմ, նեղանամ, լացեմ, ասեմ հավիվը լավ է չի։ Դուք Աստծո հետ գործ ունեք, իմ հետ ինչ գործ ունեք։ Աստծո հետ գործ ունեք, դուք իմ հետ ինչ գործ ունեք։ Նույն Աստվածաշունչը ձեր տանն է։ Նույն Աստվածաշունչին նույն ձև չեք հավատում, որովհետև այստեղ գրված է։ Ձեր ֆիզիկական, ձեր սոցիալական, ձեր տնտեսական հարցերի շուրջ դուք ունենում եք անհանգստություններ, իսկ անհանգստությունը գրիս է, որը մտել է քո բագաժնիկի մեջ, որը մտել է քո գլխի մեջ, որը մտել է քո կյանքի մեջ եւ կրծում է եւ քեզ հանգիստ չի տալիս։ Տերը 5 անգամ Մատթեոսի 6-րդ գլխում ասում է՝ մի անհանգստացեք, հոգ մի արեք, դուք չեք կարող ձեր հոգս անելով ձեր գլխի վրա մի թիզ ավելացնել կամ բակասացնել կամ ձեր մազերից մեկը սևացնել կամ սպիտակացնել, հոգ մի արեք, մի անհանգստացեք։ Ինչու չանհանգստանալ, որովհետև ասում է ձեր հայրը գիտի այդ բաները, Աստված ասում է ձեր հայրը, Տեր ասում է ես ձեր հայրն եմ, դրա համար մի անհանգստան, ես քո հայրն եմ։ Եթե Դանիելը աղոթք անում, այս ձևի մարդը աղոթք անում, դու էլ կարաս աղոթք անես։ Դանիելը իմ ու քո նման մարդ էր, հասկանում եք ժողովուրդ, ուղղակի ապավինում էր ասում, Եղիան իմ ու քո պես մարդ էր, որը գմփցրեց մի ամբողջ թագավորություն, խորտակեց ամբողջ թագավորության մոգերին ու կախարդներին։ Եղիան մենակով, որի ոչ հոր անունն է գրված, ոչ ճանաչված է, ոչ հեղինակավոր է, ոչ ազնվական ցեղից է, չկա այդպիսի բան գրված, նա ուղղակի մի ուխտի կաշից շոր էր հագնում։ Հասկանում եք, մազոտ մարդ, Աստծո խոսքը ասում է, ով որ վազում էր իր ժամանակակից հայդաշների մեջ, իր ժամանակի մեջ, իր ժամանակակից աշխարհի մեջ, բոլոր թագավորներից եւ քաղաքական գործիչներից արագ եւ առաջ էր իր մտածելակերպով, դա Եղիան էր, ով աղոթք արեց եւ կանգնեց թագավորի առաջ եւ ասեց ես կանգնած եմ Տիրոջ առաջ։ Դուք կարաք կանգնեք ձեր երկրի ղեկավարի առաջ ու ասեք ես կանգնած եմ Տիրոջ առաջ։ Այս ձևի մտածելակերպ ուներ Եղիան, կանգնած եմ ես Տիրոջ առաջ եւ իր մատը երկարացեց, բարձացեց այս ձև թագավորի դեմքին, իր ծեր, չորացած ծուրմուր մատը երկարացեց Աքաբի քթին եւ ասեց իմ խոսքով անձրև չի գալու, որովհետեւ սա հավատք էր եւ իր խոսքը փակեց երկինքը 3 տարի ու քեզ։ Իմ խոսքով անձրև չի գալու, հասկանում եք։ Սա է հավատքի մարդը, որ չի կասկածում եւ չի անհանգստանում իր համար։ Ինքը անհանգստանում է երկրի համար, ինքը անհանգստանում է թագավորության համար։ Իմ խոսքով անձրև չի գա ասեց։ Սմենի պետերից մեկը կասի ինձ. խնդրում եմ էլի աղոթք արա թող բացվի հանքը։ Ոչ, ես աղոթել եմ փակել Աստված։ Ես աղոթել եմ փակել Աստված, ես այդ հավատքը չունեմ այլևս բացելու համար, որովհետև բանալիները կորցրել եմ։ Ես կորցրել եմ։ Առաջ մտածում էի, սա պետք է վկայել, թե չէ։ Ասել թե չասել։ Բա որ ինձ սպանեն, բա որ ինձ գնդական են, բա որ ինձ տաս,
Բա որ ինձ տանեն հանգում թաղեն միտեղ։ Մի բան ասեմ ձեզ։ Մարգարեների կյանքը շատ ողբերգությամբ է լցված։ Մարգարեների կյանքը նաև լցված է հիացմունքով, որ մարդիկ հիանում են։ Մարգարեն ռիսկի է դիմում իր գլխից զրկվելու միշտ, որովհետև ինքը կարա իր մատը բարձրացնի, ասի երկինքը ես եմ փակե, իմ խոսքով անձրև չի գա։ Աստված հաշվի կնստի քո խոսքերի հետ, որովհետև դու ունես վստահ հավատք։ Չէ ուզում խոսամ այսօր հավատքի մասին։ Ուրիշ թեմա է ուզում խոսամ, բայց Աստված ասեց խոսա հավատքի մասին, որովհետև ուզում եմ ժողովրդի մեջ հավատք բարձրանա։ Ժողովրդի մեջ թարմանա հավատքի մասին խոսա նորից։ Ես չեմ կանգնի ստեղ գորամ առանց հասկանալ, փողերն են գալիս, են գալի։ Մյուսն է գալիս, ես ուզում եմ ասել, որ հավատքը գալիս է։ Հավատքը գալիս է, երբ որ դու լսում ես հավատքը գալիս է։ Անհանգստությունը ցեխոտ ջուր է, որ լցնում եւ մթագնում է մարդու ուղեղը։ Հավատքը ուղղակի տեսնում է ելքը։ Գիտեք ինչ է գրված Եզեկիելի վերջի գլխի ամենավերջի կետը, Աստված այնտեղ է, մշտական ներկա իր ժողովրդի մեջ։ Հիսուս, փառք ես։ Եզեկիելը տեսնում է տաճարը, որ ամբողջությամբ քանդված է, տեսիլք է դա։ Եզեկիելը քահանա էր ժողովուրդ։ Եզեկիելը Աստծո մարդ էր։ Եզեկիելը նույնպես գտնվել Բաբելոնում, գերության մեջ էր ծնվել ինքը, բայց ահա արդեն նա 30 տարեկանի շեմը հատել է եւ Տերը իրան չի կարողանում կանչի քահանական ծառայության, որովհետեւ ինքը քահանական դինաստիայից էր, բայց իրան կանչում է որպես մարգարե։ Ես կդնեմ իմ խոսքերը քո շուրթերի մեջ, որպես դու մարգարե լինես։ Եվ Եզեկիելը տեսնում է Տիրոջ տաճարը ավերված եւ Տիրոջ տան սեմերի տակից ջուր է բխում։ Եվ հետո ընթացքում ենք տեսնում ենք, որ Եզեկիելը տեսնում է ամբողջությամբ հրյա ազգի վերածնունդ, արթնությունը, չորացած մեռելների անապատը տեսնում է, որ ինչպես ոսկորները կանգնեցին, մորթի եկավ, մազեր եկավ, աչքեր հայտնվեցին, բոլորը մեծ զորք, մեծ բանակ եղավ դա։ Եվ դա սկսվեց 1948 թվականից։ Այս մարգարեությունը տեղի ունենալ, հրյաների վերադարձը, հրյաների վերականգնվելը։ Այս ազգի դեմ ոչ մեկ ոչինչ չի կարող անի ամբողջ պատմության մեջ եւ չունի մի պարտություն։ Եզեկիելը տեսնում է տաճարը շինված եւ տեսնում է ապագա քաղաքը, ապագա Երուսաղեմը։ Եվ գիտեք ինչ ասում ամենավերջի խոսքը Եհովա Շամա։ Եհովա Շամա, Տերը այնտեղ է իր ժողովրդի մեջ։ Տերը իր ժողովրդի հետ է կապված։ Աստված իր ժողովրդի հետ է կապված։ Իր ներկայությունն այստեղ է։ Ինքը կապված է ամեն մեկիդ հետ։ Ինքը կապված է քո հետ։ Ինքը կապված է, ինքը քո Աստվածն է։ Մշտական ներկայ Աստված։ Ինքը քո հայրն է։ Նա ձեր պաշտպանն է։ Նա ձեր ժայռն է։ Նա ձեր բժիշկն է։ Ես հիշում եմ, երբ որ մենք աղոթք արեցինք մի մարդու համար, ինչ որ մեկը կողքից եկավ, սկսեց աղոթել, ասեց դու Եհովա Ռաֆան ես։ Դու Ռաֆան ես, դու բժիշկն ես։ Աստված այդ խոսքերը գցեց իմ սիրտը։ Ես սկսեցի հավատալ Տիրոջը որպես բժիշկ։ Ես սկսեցի հավատալ, որ Տերը Շաման իր ժողովրդի մեջ է։ Նա է ձեր ամրությունը եւ ձեր աշտանակը։ Նա ձեր վահանն է, ասպարը։ Աստված միշտ բարի է։ Մի անհանգստացեք եկուցվա համար։ Անհանգստությունը դա քաղցկեղի մայրն է։ Դա հիվանդությունների մայրն է։ Մի անհանգստացեք։ Սատանան ուզում է քո անհանգստությամբ ներդրում անել քո կյանքի մեջ, որպեսզի դու հիվանդանաս ռակով, ինքը որտեղից է բերում դժոխքի դռները, երբ որ բացվում են,
բացվում են պատճառով։ Բացվում են, որովհետև այնտեղ մեկը չկա կռվի, այնտեղ մեկը չկա փակի, այնտեղ մեկը չկա, որ չանհանգստանա, այնտեղ մեկը չկա, որ չվախենա։ Վախենամ ու անհանգստանում են, դրա համար դժոխքի դռները բացվում են։ Իսկ Հիսուս ասում է, ես իմ եկեղեցուն իշխանություն եմ տալիս։ Դժոխքի դռները չեն հաղթի։ Դու պետք է հաղթես։ Սա հավատքի հարց է, որպեսզի դժոխքի դռները փակվի։ Որպեսզի դժոխքի դռները փակվի։ Դժոխքի դռները փակվի։ Անհանգստությունը զրկում է գիշերային հանգստից։ Նա ստիպում է գնալ աշխատանքի կոտրված, ջարդված եւ քեզ երկրորդ սորտի մարդը զգալով։ Անհանգստությունը մարդասպան է։ Անհանգստությունը դա պարալիզացնում է միտքը եւ թույլ չի տալիս, որ դու կարողանաս ճիշտ որոշումներ կայացնել։ Անհանգստությունը դա զրուկ է, որ խմում է քո արյունը։ Դա սև ամպ է, որ խավարացնում է քո արևը։ Հավատքը ինքը երգ է մութ գիշերվան մեջ, որ երգում է, որ առավոտ է բացվում ինձ համար, նոր օր է բացվում, նոր ժամանակներ է սկսվում իմ կյանքի մեջ, ամեն ինչ կփոխվի վաղը, ամեն ինչ կփոխվի սրանից հետո, ամեն բան իմ կյանքի մեջ կփոխվի սրանից հետո, իմ կարգավիճակը կփոխվի, ես կփոխվեմ, իմ երեխաները կփոխվեն, ես կստանամ 2 տարի հետո իմ երեխաներին ըստ Մաղաքիա մարգարեության Եղիա մարգարեն է գալիս։ Եղիա մարգարեն է գալիս, նա պիտի դարձնի հայրերին։ Հայրերին պիտի դարձնի իր որդիներին, որդիներին իր հայրերին։ Եվ պիտի իմանաք, որ Եղիան է եկել։ Եվ պիտի իմանաք, Աստված կառուցելու է։ Աստված վերադարձնելու հայրությունը։ Դա տեղի է ունենալու, ես ստանալու եմ իմ սերնդին։ Երեխեքը ասում են, մամ, դու արդեն ունես 4 տղա, 3 տղա ունես արդեն, ես ասում եմ 4 տղա, Պեսայի մոռացել ենք 4 տղա, բոլոր մեր երեխաները կծառայեն Հիսուսին։ Ես հավատում եմ, որ այս ամեն ինչը, այս ատրակցիոնները կավարտվի, խաղերը կավարտվի, դրիվրին կավարտվի, ճպուրի և մրջունի կյանքը, հիշում եք ողջ ամառը շուրումուր կավարտվի, մենք կկանգնենք փաստի առաջ, Աստված հայրերի սիրտը կտեղափոխի դեպի իրանց որդիներին և որդիներին կշահի, դա հայրական հոգին է։ Դուք բարի մարդ եք, եթե դուք գանձեր ունեք և ձեր երեխաների համար լավ բաներ ունեք պատրաստած, որ իրանք ապրեն ձեզանից հետո, եթե ոչ դուք լավ բարի մարդ չեք։ Դուք պետք է հավատքի մարդ դառնաք։ Մի վախենա։ Մի վախենա։ Հիսուս Քրիստոս այս 2 բառն ասում, մի վախենա, մի վախենա։ Այս խոսքերը իրանը պատկանում։ Ինք ասել այնց 365 օրեր, մի վախենա։ Անհանգստությունը վստահություն է այն բանի, որ փորձանք է գալիս։ Շատերը անհանգստանում են ու ասում են փորձանք է գալիս։ Սա անհանգստությունն է։ Անհանգստությունը հավատք է վախին։ Անհանգստությունը ապացույց է, որ դուք չեք հավատում, որ Աստված կարող է հոգ տանել։ Անհանգստությունը պրակտիկապես աթեիզմ է։ Դա հեթանոսության հետ կապված բան է։ Մի անհանգստացեք։ Ой, տեսել եք, մագնիտնա բուրը, նա սոնց է։ Երկրի վրա, այսօր երեմ, ժայթքում է, ժողովրդին վախի մեջ, պարալիզացնում են։ Այդ արեգակի վրա միշտ է ժայթքումներ ա եղել, արեգակը միշտ է ժայթքել է, իր ստեղծված օրվանից նա դուրս է եկել մեր Աստծո բերանից, մեր Աստծո շուրթերից է դուրս եկել այդ հրեգունդը, և նա ուզենամ, չուզենամ, հոգս անեմ, հոգս չանեմ, մտածեմ, չմտածեմ, նա պետք է ժայթքի, որ տաքացնի ինձ ու քեզ։ Մենք վախենում ենք, որ արևը կխփի մեզ, Դավիթն ասում էր արևը չի հարվածի ինձ, ցերեկը գիշերը լուսինը չի հարվածի ինձ,
Սա մարդը, որ հավատքի խոսքեր ասում։ Սա մարդը, որ ասում է, որ իրա գավազանը եւ ցուպը պիտի ինձ առաջնորդեն, խրատեն։ Իմ բաժակը խիստ լցված է։ Իմ բաժակը խիստ լցված է։ Դու սեղան ես շինում իմ թշնամիների դիմաց։ Ինձ կերակրում ես։ Հոգս ես տանում ինձ համար։ Դու հանգստացնում ես ինձ։ Հանդարտ ջրերի մոտ ես տանում ինձ։ Խոդավետ արոտավայրերի մեջ ես պարկեցնում ինձ։ Այո, Դավիթը թվում է թե այս դեպ արսս մի հատ տղա է, որ անհանգիստ տեղը չի գտնում նստած, որ Դավիթը աշխարհի ամենահանդարտ մարդն էր, որ ասում էր ինձ տանում ես հանդարտ ջրերի մոտ։ Հոգիս ես նորոգեմ։ Տերը իմ օգնականն է։ Իմ ասպարս եւ վեմս է։ Իմ ասատարարը, իմ փրկիչն է։ Փառք ես Հիսուս։ Փառք ես Հիսուս։ Փառք ես Հիսուս։ Փառք ես Հիսուս։ Դու քայլ ես անում Աստված դուրս է գալի հանդիպման։ Դու քայլ ես անում հետո Աստված նորից է դուրս գալիս հանդիպման։ Կյանքը դառնում է գրավիչ, կյանքը դառնում է հուզիչ, կյանքը դառնում է տպավորիչ, կյանքը դառնում է հետաքրքիր, հմայիչ, կյանքը դառնում է արկածային հավատքի կյանքը։ Ձեր աղոթքի կյանքը դառնում է արկածային։ Դա ինչը որ դուք պետք է անեք, դա այն է, որ ձեզ դուր պետք է գա։ Աղոթքը ձեր դուրը պետք է գա, դուք չպետք է ստիպողական աղոթեք, դա ձեր դուրը պետք է գա, որովհետև դուք հանդիպում եք Աստծու հետ։ Ստեղ Աստված, այստեղ Աստված, նրա ներկայությունը այստեղ է։ Նրա ներկայությունը այստեղ է։ Մենք խոսում ենք Տիեսերքի Արարչի հետ, ով մեկ ակնթարթում ամեն ինչ կարող է փոխել։ Հիշեք 323 լույսային տարվա կամ 443 ակնթարթում Աստված ակնթարթում ասում շուտ Գաբրիելը հասավ 3 րոպե տևած այդ աղոթքը ակնթարթ կարա տև այդ աղոթքը ակնթարթ ահա Տիրոջ հեռախոսի համարը ձեր մոտ գրեք Երեմիա 33:3 կանչիր ինձ ես քեզ պատասխան կտամ կանչիր ինձ ես քեզ պատասխան կտամ չկան հնար բան Աստծո մոտ չկան հնար որևէ մի բան Աստծո մոտ չկան հնար որևէ մի բան